Սերգեյ Վարդանյան Հայաստան խմբակցությունը մի շարք պայմաններ է առաջ քաշել, համաձայն որի իմպիչմենտի գործընթացը ըստ իրենց տեղի կունենա, ժողովուրդ պետք է լինի, նախաձեռնողներն ասում են քաղաքական կուսակցություններ չեն ներկայացնում, պատասխանատվությունը իրենց վրա չի լինելու, եթե ներով եք շարժվում։ Ոչ թե նախապայմաններ է առաջ քաշել Հայաստան խմբակցությունը, նկարագրել է այն իրավիճակը, որը առկա է, եւ այն պայմանները, որով դեպքում կարող է իմպիչմենտ լինել։ Մեր ամենամեծ խնդիրը շատ ուղիղ ասեմ, այն է, որ մեր հանրության գուցե մի մասը գիտի, որ խորհրդարանական ընդդիմությունը այդ կամ Հայաստան խմբակցությունը ունի բավարար ձայներ իմպիչմենտ նախաձեռնելու, այսինքն խորհրդարանում, որպեսզի մուտքան եւ քննարկվի այդ օրակարգը կամ առավել եւս հաջողելու համար, բայց դա չի անում։ Այս հայտարարությունով մենք փորձել ենք հստակեցնել այդ անորոշությունները ու ուղղակի ներկայացնել։ Մեզ լսող յուրաքանչյուրը պիտի իմանա, որ իմպիչմենտը խորհրդարանում քննարկելու համար պետք է 36 ձայն, մենք ունենք 28-ը, սա մենակ օրակարգում քննարկելու համար, իսկ հաջողության համար նվազագույնը 54 կողմ ձայն, այսինքն ԿՊԱ-ականների 20 պատգամավոր պիտի կողմ լինի, որը մենք չենք տեսնում, որ ունենք։ Եթե ինչ-որ մեկը նախաձեռնող, սա առանց եկնանքի եմ ասում, գիտի, որ ունի այդ պայմանները կան, մենք այս նույն հայտարարության պատրաստակամություն ենք հայտնել մեր 28 ձայնը տրամադրել, որպեսզի այդ գործընթացը իրականանա։ Մյուս մասը, այո, մենք պատասխանատու ենք զգում, մենք հասկանում ենք, որ տարբեր դերակատարներ անհատ անձինք կարող են տարբեր տեսակետներ ունենալ, բայց եթե անհաջող գործընթացի մեջ մենք ներգրավենք, պատասխանատվությունը ու մեր հանրությունը մեզ է հարցնելու, լավ, դուք քաղաքական ուժ եք, տարբեր մարդ տարբեր կարծիք կարող է ունենալ, բայց դուք պատասխանատվություն ունեք եւ պիտի հաշվի առնեք այդ թվում նաև հնարավորությունները, թերությունները եւ մեզ պիտի ներկայացնենք իրատեսական պլան։ Սա ենք մենք ասում, որ այո, այդտեղ պատասխանատվություն ենք զգում եւ այդ դրանով, եթե դա է հարցը, այո, տարբերվում ենք անհատ քաղաքացիներից։ Այս է մեր դիրքորոշումը, իսկ հայտարարությունում ընդհանրապես ֆիքսել ենք երկու բան, որ իմպիչմենտի համար ինչ է անհրաժեշտ, հաջող իմպիչմենտի համար եւ որ մեր 28 ձայնը պատրաստ ենք տալ, եթե պակասող ձայները կան։ Ասում եք ժողովուրդը պետք է ճնշում լինի, համաձայն ենք, բայց մենք տեսել ենք հատկապես 2021-ից հետո եւ 20 թվականի պատերազմից հետո բազմաթիվ անգամներ ժողովուրդը դուրս է եկել փողոց, կար ճնշում, հանրային ճնշում։ Այդ դեպքում ինչի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չիրականացրեցիք։ Շատ շնորհակալ եմ այս հարցի համար։ Նախ ոչ թե ասում ենք ժողովուրդը պիտի դուրս գա ինքնակազմակերպվի ամեն ինչ անի, մենք էլ այդ ժամանակ նոր բան որևէ գործընթաց կնախաձեռնենք, այլ ասում ենք, որ ժողովուրդ ջան ինքներդ պատկերացրեք 20 ԿՊԱ-ական պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ պիտի քվեարկի։ Դրա համար ինչ պետք է լինի։ Ու սրան էլ զուգահեռ, ես ուզում եմ 18-ի զուգահեռը անցկացնել, հսկայական այն փողոցային ճնշումը, որ կար, անգամ դա մենակ նախաբավարար չեղավ, որ փողոցում այդքան մարդ կա, մինչև այն պայմաններում, երբ որ մեղադրանք չեմ ասում սա, ֆիքսում ենք փաստը, որ Սերժ Սարգսյանը կամ Հանրապետական կուսակցությունը անհատապես որոշեց իր պատգամավորներից, ովքեր ինչպես քվեարկեն։ Հիմա այս պայմաններում ասում ենք դուք նայեք ինչ թիմի հետ հիմա գործ ունենք ու ինչպես կարող է լինել, որ 20 ԿՊԱ-ական պատգամավոր դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին։ Այս դեպքում պատկերացնում ենք, որ դա պիտի լինի իսկապես պարալիզացված քաղաքը, երկիրը եւ այն պարագայում, որ մարդիկ արդեն հասկանան, որ եթե այս կողմը չեն, իրենց ամբողջ ամեն ինչ հարցականի տակ է։ Մենք այդպես ենք պատկերացնում։ Հիմա 2020-ից հետո դուք ճիշտ եք, որ տարբեր շարժումներ եղել են։ Իմպիչմենտի հնարավորությունը մենք ունեցել ենք 2022-ից մենակ սկսած, որտեղ մի տարին պիտի դրանալ ԱԺ եւ այստեղ սխալ են ասում, ովքեր ասում են, որ դիմադրության ժամանակ էլ կարող էինք, ու այստեղ շատ պարզ ու բաց ասում ենք, անցած տարի օրինակ մայիսին այս օրերին 50,000-անոց եւ ավել հրապարակ կար, հսկայական ճնշում էր, ԿՊԱ-ականները չկային, եւ երբ որ Բաքրատ Սրբազանը հայտարարեց, որ իմպիչմենտն է ճանապարհը, երկու խորհրդարանական խմբակցություններ 10 րոպեի ընթացքում համաձայնվեցին այս ձայները տալ։ Այդ հսկայական իրենց ձայները տալ փողոցի տեխնացուի ինչի չեղավ գործընթացը չնախաձեռնեց, որտեղ անգամ այդ հսկայական ճնշման պարագայում այն պակասող երկու ձայն է այդ դեպքում, որ երկու խմբակցությունը միանում են, երկու ձայն պակասում է, հնարավոր չեղավ ունենալ։ Հիմա մենք էս ենք ասում։ Զաքարյանն ասել էր, որ ինքը պատրաստ է։ Եթե պատրաստներ մենք կտեսնենք եւ այդ մեկն էլ հերիք չի, երկու պակասող ձայն։ Եթե ունենայինք այդ երկու պակասողը, կնախաձեռնվեր այդ գործընթացը ու փողոցի այդ ճնշման պարագայում արդեն գուցե պակասող 18-ի մասին արդեն կմտածեինք, բայց ելի եմ կրկնում, անցած տարի այդ հսկայական ճնշման դեպքում այդ երկուսը հնարավոր չեղավ ունենալ։ Հիմա մենք էս ենք ասում ենք, եթե այն պարագայում այդ հսկայական ճնշման դեպքում երկուսը հնարավոր չի եղել։ Եկեք իրար հետ հասկանանք, ինչ ճնշում պետք է բանեցնել եւ ոնց դա կազմակերպել։ Իրականում հարցը սա է, ոնց այնպիսի ճնշում ունենալ, որպեսզի 20 ԿՊԱ-ական, ես այս անդադ կրկնում, որտեղ հաջողության համար դա է պետք։
դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին։ Եթե որևէ մեկը տեսնում է այս ճանապարհը, ինչպես միշտ պատրաստ են քննարկել։ Իսկ եթե ընդդիմության մեղադրանքը այն է, որ այս 4 տարիների ընթացքում դուք չեք կարողացել այդ աստիճանի ճնշում գեներացնել, մենք այդ մեղադրանքը ընդունել ենք արդեն։ Այսինքն ասում ենք, որ այո, մենք կարողացել ենք տարբեր շարժումների ընթացքում 1 օր, 2 օր հսկայական ճնշում ունենալ, բայց դա այո, կազմակերպվածության պատճառով չենք կարողացել այնքան երկարաձգել, որպեսզի օրինակ դա 10 օր տևի, 14 օր տևի եւ այդ համակարգը ամբողջությամբ փլուսվի։ Այո, դա չենք կարողացել անել եւ դրա համար էլ հիմա ինչու մենք չենք նախաձեռնել, որտեղ հիմա չենք տեսնում, որ մենք դա կարող ենք անել։ Այն խնդիրները, որ ունեցել ենք այդ շարժումների ընթացքում, որ այդքան քննադատվում են նաեւ, դեռ մենք տեսնենք, որ չենք լուծել։ Հիմա եթե մեկը լուծել է, շատ լավ է։ Ես անկեղծ եմ, սա հակադրության մասին չի։ Շատ լավ է, եթե լուծել է այդ խնդիրները, ավելի մեծ ճնշում կարող է բանեցնել, քան մենք։ Ուրեմն ուղղակի պետք է ճանապարհը ցույց տալ, օրինակ նոր փողոցային պայքար է մեզ սպասվում, այս բանով տեխնացունով էլ կարող ենք ունենալ այդ պատկերը եւ կստացվի մնացածը։ Այսինքն այդտեղ մենք խոչընդոտ չենք հանդիսանա երբեք։ Հա, երկրորդ նախագահի թիմը, դաշնակցությունը, որը հիմա նրա հետ է գործում, փողոց դուրս գալու մտադրություն չունի, նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանին փողոցով հեռացնելու մտադրություն։ Չէ, այդպեսի բան չասեցի, հակառակը, եթե որևէ թիմ այս ընթացքում փորձել է, նախաձեռնել է որևէ շարժում, այդ մենք ենք եղել կամ օգնել է բոլոր շարժումներին, որոնք եղել են, դա էլի մենք եղել ենք։ Այստեղ հարցը այլ է։ Կա, այսինքն մեկը տեսնում է, որ հիմա տարբեր հանգամանքներից ելնելով իմպիչմենտով հնարավոր է։ Մյուս թիմը, ով նաև խորհրդանում է, տեսնում է, որ իր մոտ ազդակները այդպեսին չեն, տեղեկությունները չի տեսնում, որ այդպես հնարավոր է։ Այն թիմը, ով տեսնում է դա, որ հնարավոր է, պիտի անի իր քայլը, նախաձեռնի այդ գործընթացը։ Երբ մենք տեսել ենք, այսինքն գնահատել ենք մեր ուժերը, տեսել ենք հնարավորությունը, այդ փորձը արել ենք, մեզ առնվազն փորձ չանելու մեջ չենք կարողանա մեղադրել։ Հիմա եթե ուրիշ թիմ կա մեզնից դուրս, մեզնից բացի որ տեսնում է հնարավորությունը, դա անկեղծ շատ լավ է, դա միայն ողջունելի է եւ ուղղակի այդ քայլը պիտի արի։ Ես վստահ եմ, որ այդ ճանապարհին, եթե ոչ նախ առաջի աջակցողն եք լինելու, ամենաշատ աջակցողը, ու սա անկեղծ եմ ասում, որտեղ ես նաեւ վստահ եմ, որ գերնպատակը ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Կարող է տարբեր մոտեցումներ լինել, բայց գերնպատակը Փաշինյանին հեռացնելն է։ Հիմա ով տեսնում է դրա ճանապարհը, դրամաբանական բան եմ ասում, չէ՞, պիտի քայլը ինքը անի։ Դա է մեր ասածը։ Դե Վարդան, բայց սահմանադրությունը շատ հստակ ասում է, որ վարչապետին իմպիչմենտ հայտնելու համար ոչ 36 նախնականի մասին է խոսքը, ոչ 7, ոչ 12, ընդամենը մեկ պատգամավոր, չէ, կարող է նախաձեռնել եւ մյուսները միանալ։ Եվ պատգամավորը պետք է գործի իր խղճով, հա, ինչով ոնց որ երթվում է ազգային ժողովում։ Դուք խղճով եք միացել այդ խմբակցության հայտարարությանը, անհատական է սա ի վերջո ամեն դեպքում այս գործընթացը։ Մաքուր խղճով եւ շատ պատասխանատու կերպով միացել եմ այդ հայտարարությանը, որովհետեւ նաեւ առաջնորդվել եմ մարդկանց չխաբելու, սինհույսեր չտալու եւ չհուսալուքելու այդ տրամաբանությամբ։ Սահմանադրությունը այո ասում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, երբ օրինակ Իշխան Սաղաթելյանն ասում էր ներողություն, Նիկոլ չկա, դուս եկեք փողոց, վաղը ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը էլ չի հաստորեն մարդկանց սին ու դատարկ տվել։ Չէ, ընդհանրապես չէ, նախ այդ հայտարարությունը Իշխան Սաղաթելյանը չէր անում, տարօրինակ ոնց է մի հայտարարություն անում, այլ քաղաքական ուժ թիրախավորվում են մյուսը։ Դուք հիմա հակասում եք ինքներդ ձեզ, որովհետեւ մի կողմից մեղադրում եք քայլ չանելու եւ ձեռքերը ծալած նստած սпасել Նիկոլին հեռացնելու մեջ, մի կողմից մեղադրում եք Նիկոլի հեռացնելու պահանջով շարժում գեներացնելու եւ հայտարարություններ այդտեղ հիմա ասում եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու չկա, հա, այն անհրաժեշտ հանրային ճնշումը, երկու պատգամավորները, որոնք պետք է միանան, բայց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերով մի քանի անգամ, այդ թվում եւ դաշնակցությունը փողոցային պայքարին միացել է, ոչ թե միացրել է, նախաձեռնել է, դիմադրությունը օրինակ գնահատել է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնել է եւ այդ պահին արկա հանրային տրամադրությունները եւ նաեւ այն ծրագիրը, որը ունեցել ենք, կարող են բերել արդյունքի եւ նախաձեռնել է շարժում, այդ ամեն ինչի հանրագումարը գնահատել է, նախաձեռնել է դիմադրության շարժում, չենք ունեցել վերջնական նպատակը, թիրախավորվել ենք, քննադատվել ենք եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ, դրանից դասը վերցրել ենք, այլ շարժումներին նախաձեռնողը մենք չենք եղել, միացել ենք, որովհետեւ եղել է առաջնորդ, օրինակ Բաքրատ Սրբազանը, որը կարողացել է աննախադեպ կոնսոլիդացիա ապահովել, գնահատել ենք, որ դա հնարավորություն է, միացել ենք, այո, իմիջային հարվածներ դրանից եւս ստացել ենք, այո, բայց առաջնորդվել
առաջնորդվել ենք նրանով, որ գերնպատակը Նիկոլ Փաշինյանն հեռացնել է։ Հիմա էլ եթե process-ը կա, պատրաստ ենք միանալ։ Խնդիրն է, որ process-ը չկա։ Դուք ասում եք, Սահմանադրությունը նախատեսում է, որ մի падգամավորը կարող է բան անելնել։ Ես էլ ասում եմ, որ այո, դրա երկրորդ բանելն է, որ կարող է քննարկվել ԱԺ-ում միայն կարող է քննարկվել այն դեպքում, որ 36 նվազագույն կունենա։ Ես եթե մեղադրանքան է, որ երկու քայլ առաջ եք տեսնում կամ գնահատում, լավ, տենց է։ Երկու նայում եմ հաջորդ քայլը որն է ու տեսնում, որ պատի ենք գնում գլխով տալու, եթե փողոց չկա։ Դրա համար ասում եմ մարդկանց ու իմ տեսակետը ներկայացնում եմ։ Սահմանադրությունը նաև ասում է, որ գլխավոր դատախազը կարող է գալ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ինչ որ մեկը որ գա ասի ոչ թե 20 ԿՊ-ական падգամավորի վրա ճնշում գործադրելն է ավելի արդյունավետ, այլ գլխավոր դատախազի վրա, եթե դուք դա չեք անում, ուրեմն վստահում եք Նիկոլ Փաշինյանին, դա ճիշտ կլինի։ Սահմանադրությունը նաև ասում է, որ յուրաքանչյուր քաղաքացի բողոք արտահայտելու իրավունք ունի եւ դրանով է արտահայտում նաև քաղաքացիական դիրքորոշումը։ Հիմա եթե ես ասեմ ձեզ, որ 6-15 եթե բողոքի ակցիա չեք անում, վստահում եք Նիկոլ Փաշինյանին, դա ճիշտ կլինի։ Չէ, ես այդպես չեմ տեսնում։ Ես հակառակը ավելի կշռադատված մոտեցումներին եմ կողմ, որ ճանապարհը ցույց տան, գոնե ուղղությունը ոնց կարող ենք հաջողության հասնել։ Ես երբեք ոչ մեկին չեմ աղադրի, որ եթե վաղը ցույց չի անում, Նիկոլ Փաշինյանին վստահում եմ։ Ես կմտածում, որ ուրեմն հակառակը աշխատում է, որպեսզի արդյունավետ ծրագիր ունենա, որտեղ արդյունքն է կարևոր, ոչ թե ինչ-որ բան անելը։ Սա է իմ մոտեցումը, այսինքն սա է այն գնահատականները, որոնք մենք առաջնորդվում ենք։ Հասկանալի է, երբ որ այս տարիների ընթացքում ԿՊ-ական падգամավորների հետ շփվում եք, օրինակ ինչ տեղեկություններ ունեք, իրենք ցանկություն հայտնել են միանալ impeachment-ին կամ առհասարակ Նիկոլ Փաշինյանին ինչպես են վերաբերում եւ որպես դուք անհատ падգամավոր, ես գիտեմ հատուկ չեք գնում գործողումների, բայց ձեր գործընկերներից շատերը գնում են Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ գործողումների, օրինակ տեղեկություններ ունեք, ինչ որ մեկին օրինակ համոզել են միանալ impeachment-ին եւ ինչ պատասխան է ստացել։ Շատ լավ, ես անկեղծ նաև այս հարցի համար եմ շնորհակալ, որովհետեւ ինձ թույլ կտա մի քանի բաներից խոսել, որոնք սովորաբար այս քաղաքական զարգացումների ֆոնին մենք հնարավորություն չենք ունենում խոսել։ Նախ նաև այս հայտարարությունը, որ արել ենք այն վարքագիծը ուսումնասիրել, որը ԿՊ-ն դրսևորել է այս տարիների ընթացքում։ Մենք այս падգամավորներին տեսել ենք, երբ փողոցում չկա շարժում, եւ տեսել ենք այն օրերին, երբ որ փողոցում մարդիկ կան, ու տեսել ենք 180 աստիճան տարբեր վարքագիծ, երբ որ փողոցում մարդիկ կան, այդ մարդիկ էլ նույն հոխորտացողները, էլեկտրի պահված դրսևորողները չեն եւ հակված են կոմունիկացիայի։ Դրա համար ենք ասում, որ դա նախապայման է, նվազագույն անհրաժեշտն է փողոցում հսկայական ճնշման արկայությունը։ Երկրորդը խորհրդարանական ընդդիմությանը ու այստեղ էլի եմ ասում, մի տեսակ տարբերություն եմ մտցնում, ինչ որ մի թիմն է անդադ թիրախավորվում, բայց լավ, ես իմ թիմի համար պատասխանեմ։ Ես իմ թիմի համար պատասխանեմ։ Այո։ Խորհրդարանական խմբակցության падգամավորները գնում են գործում։ Շատ լավ։ Շեշտ են պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցության падգամավորները գնում են ԿՊ-ականների հետ գործում։ Ազգային ժողովում շփվում են, առանձին բոլորին հարցնել եմ, առաջինը ձեզ եմ հարցնում։ Կա ԿՊ-ական падգամավոր, որին հարցրել եք, համոզել եք, որ Նիկոլ Փաշինյանը վատն է եւ պիտի հեռանա։ Մենք խորհրդարանական գործողումներին այդ թվում նաև մասնակցում ենք հիմնական նպատակով միջազգային գործընկերների մեր տեսակետները ներկայացնելու, ոչ թե ԿՊ-ականների հետ հարաբերություններ հաստատելու։ Իհարկե, եթե այնտեղ առիթ լինում է տարբեր թեմաներով խոսելու, այդ թվում նաև հասկանալու կերպարներ այդ մարդկանց եւ ինչ հակումներ ունեն, որ դեպքում ինչ վարքագիծ կդրսևորվեն, դա էլ բնական, բայց դա երկրորդային ազդեցությունն է։ Մենք ժամանակաշրջան ենք ունեցել, երբ որ բոյկոտել ենք նաև այդ այցելությունները եւ շփումները։ Երբ որ ես ասում եմ, մենք վերագնահատում ենք արել մեր գործունեության, էլի շատ բաց ու անկեղծ եմ ուզում ասել։ Դա նաև այն նրա արդյունքն է եղել, որ մենք դրա հետևանքով միայն այդ բոյկոտի ստացել ենք մի պատկեր, երբ որ ընդդիմության վերաբերյալ Հայաստանի իշխող ուժը արտաքին գործընկերներին ներկայացրել իրականության հետ կապ չունեցող պատկեր, որ հակաժողովրդավար են, այլ ուժային կենտրոնների սպասարկումներ են ու մենք խնդիրներ ենք ունեցել։ Իսկ Արցախի դեպքերից հետո ընդհանրապես ընդդիմությունն է դարձել ընդդիմադիր падգամավորներն են մարդիկ, ովքեր խոսում են ընդհանրապես այն շահերից, որը ունի մեր ժողովուրդը, տարբեր հարթակներում։ Այսինքն սրա համար ենք մասնակցում։ Մի կողմից մեզ մեղադրում են ինչ-որ միլիարդների թալանի եւ այլնի մեջ, մյուս կողմից մեղադրում են գործողումների մեռած լինելու մեջ։ Այսինքն այս մի քիչ հակասություն կա, էլի, այստեղ։ Խնդրեմ էլի ուղիղ պատասխանեք։ Կա ԿՊ-ական падգամավոր, որի Վարդանյանը խոսել է եւ նա եւ այստեղ Քրիստինե ջան գնա, ես Նիկոլ Փաշինյանին անվստահում եմ։ Եվ այստեղ քանի որ ինչի
նաև շնորհակալություն հայտնում, որտեղ այս շերտի մասին էլ տեսեք խորհրդանական ընդդիմության եւ իշխանության հարաբերությունները ընկերական չես անվանի, հակառակը դրանք շատ սուր են եւ համարյա թշնամական են։ Այսինքն մենք ասում ենք նաեւ, որ եթե մեզնից բացի մեկը կա ով այլ տեղեկություններ ունի, մարդիկ կարող մեր հետ չեն խոսում, մեր հետ չեն կիսվում, մեր հետ վախենալ, քաշվել, ասեմ, այդ հարցին կպատասխանեմ, բայց եթե կա որևէ այլ ուժ, որ այլ տեղեկություն ունի, շատ լավ, դա ուղղակի պետքա ասել, ուղղակի բան անել, էլի, որ այդպիսի հնարավորություններ կան։ Ինչ վերաբերում է անձամբ, եթե անձամբ ինձ այդ բան անում, ես այս 5-4 տարիների ընթացքում մի գործուղման եմ եղել, ոչ բան եմ արել, ներկայացրել եմ միայն այն տեսակետները, որ ընդդիմությունը ունի, որովհետև նաև ընդդիմադիր պատգամավորները մի քիչ տարբեր են լինում հարաբերությունների առումով, այսինքն ունեն հարաբերություններ, շփում ունեն, չունեն, իմ այլ գործընկերները որևէ առիթ ունեցել են այս թեմայով խոսելու թե չէ, չգիտեմ, իրենք կարող են ասել, չեմ կարծում ամեն դեպքում, որ ինչ որ քննարկում որևէ ԿՊ պատգամավորի հետ եղել է, այսինքն այն դիրքերից, որ հիմա Նիկոլ Փաշինյանն անվստահություն կհայտնես, թե չէ, կարծում եմ ավելի վարքագծի ուսումնասիրություն է եղել եւ թե որ դեպքում այս մարդը ինչ շահեր ունի եւ ոնց կկարողանա գործել, չգիտեմ, կոմպրոմատներն են, ֆինանսն է, վախն է, գաղափարական կապվածությունն է, այսինքն այս գնահատականները օրինակ մենք ունենք հաշվի առնելով նաեւ այդ տարբեր շփումները եւ այդ շենքում միասին գտնվելը, թե ամեն պատգամավոր ինչ շփում ունի ԿՊ-ականից յուրաքանչյուրի հետ, մի քիչ տարբերություններ կան, ես առիթ չեմ ունեցել նման հարցադրում անելու, հարաբերություններն էլ այդպեսին չեն։ Ակնհայտ է, որ պատիվ ունեմ եւս, իր վրայից կփորձի այս պատասխանատվությունը գցել, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, գոնե միջից պահալռում են, թե ինչ դիրքորոշում ունեն, նախաձեռնելու են արդյոք իմպիչմենտ թե ոչ։ Սա ենթադրում է, որ նախաձեռնողները հնարավորություն ունեն դիմելու խմբակցություններին արդեն իրենց վարչապետի թեկնածուով։ Այդ դեպքում ինչպիսին կլինի ձեր դիրքորոշումը եւ անձնապես եւ նաեւ խմբակցության։ Իմ դիրքորոշումը լրիվ տեղավորվում է Հայաստան խմբակցության այսօրվա հայտարարության մեջ, ցանկացած այդ 8 պակասող ստորագրությունը ում անունով լինի, խնդիրը վարչապետի թեկնածուն երբեք չի եղել։ Հակառակը, մենք ինչու մեր խմբակցությունից չենք առաջարկել, մեր դաշինքի առաջնորդին չենք առաջադրել, որովհետև հայտարարել է օրինակ երկրորդ նախագահը, որ այսինքն երբ որ մենք իմպիչմենտի մասին ենք խոսում, հասկանում ենք, չէ՞, որ խորհրդարանում պիտի քվեարկվեն։ Խորհրդարանում պիտի քվեարկվի այդ տեխնացուն եւ որ մի անձը ունի ավելի շատ հնարավորություն խորհրդարանում կողմ ձայներ ստանալու դրանով պիտի առաջնորդվենք։ Հիմա կարելի է ուղակի բան անել, չգիտեմ, այս ամեն ինչի փոխարեն, եթե առաջնորդվենք ուղակի, որ դե շարից փորձանքից հեռու, ինչ որ պատգամավորի անուն գրել, ասել, ման, սա է մեր տեխնացուն։ Բայց տեսնում ենք, չէ, որ մեր կազմից այս բան չկա մեկը, ում օգտին ԿՊ-ն կգա, կքվեարկի 20 ԿՊ-ական կգա իր օգտին կքվեարկի Փաշինյանի դեմ կամ երկրորդ եւ երրորդ նախագահները լավ ես մեր դաշինքի փոխարեն պատասխանեմ երկրորդ նախագահը ինքը առիթ ունեցել հայտարարել որ ինքը ամենավերջին մարդկանցից մեկն է որ ԿՊ-ն կգա եւ կքվեարկի իր օգտին հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով է նաեւ որ մենք որևէ մեկին նաեւ չենք սահմանափակի որ այս պայմաններում միայն բան կանենք եթե դուք 8 ձայն հավաքեք մեր տեխնացուի օգտին մենք էլ 28-ը կմիացնենք բաց է եթե որևէ մեկը ցանկացած անունով, ցանկացած ապահովի դա մեր պարտականությունն է դառնում, մեր ձայները ոնց որ հայտարարել ենք տրամադրել, որ իրենք առնվազն նախաձեռնեն ու այդ ժամանակ կարող են ասել, եղբայրներ մենք եւ քույրեր երկու ձայն ստացել ենք, դուք չգիտեք բանանում մտածում որ հնարավոր է, մենք տեսեք ստացել ենք, կարող ենք 20-ել ենք ստանում, թողեք նախաձեռնենք մտնենք խորհրդարան եւ տեսնենք բանը հնարավորությունները ոնց են։ Այդ դեպքում ինչպես հայտարարությունում ասած որևէ խոչընդոտ ոչ միայն չենք հանդիսանալ, այդ 28 ձայնը կտրամադրենք ցանկացած տեխնացուի համար, ով ունի են մյուս 8-ը։ Եվ այստեղ պատիվ ունեմ ինչ չգիտեմ, ես դեռ չեմ լսել դիրքորոշում, կարծում եմ կարտահայտ են մանավանդ որ ինչ որ օրերի ժամկետ կա, չէ։ Բայց այստեղ ուզում եմ մի բանի վրա ուշադրություն հրավիրել։ Խնդիրը մարդկանց կամ ուրիշի վրա գցելը չի։ Խնդիրը հետեւյալն է։ Մենք տեսնում ենք իրավիճակը այսպես եւ տեսնում ենք, որ իմպիչմենտը այս պայմաններում կարող է հաջողել։ Դրա համար այս դիրքորոշումն ենք արտահայտում։ Եթե այլ որևէ սուբյեկտ քաղաքական կամ ցանկացած ոչ քաղաքական նախաձեռնող խումբ կա, ով տեսնում է այլ ճանապարհ, շատ լավ, ուղղակի պիտի այդ առաջին քայլը արվի, որ մենք էլ մի քիչ գոնե վստահություն ունենանք ու կարողանանք մարդկանց բացատրել, էլի, որտեվ այսինքն մի հատ ուզում եմ այս կողմից էլ նայեք, էլի, իսկ падգամավորները որ բանին պիտի արձագանքեն, որին պիտի չարձագանքեն, այսինքն որը պիտի լինի չափորոշիչը, օրինակ եթե 40 հատ լայվա դրա այդ նախաձեռնությանը պետքա անմիջապես արձագանքել դրական ու տալ ինչ որ պահանջում են, թե ամեն դեպքում ինչ որ հաշվարկ պիտի լինի այդտեղ։ Էս է մեր մոտեցումը, ոչ թե ինչ որ մեկի դեմ է, ինչ որ թիրախավորում է, անձնական մոտեցում է, ուզում ենք ուղղակի ունենալ գոնե
նվազագույն պատկերացում, որ գնում ենք մի գործընթացով կամ մարդկանց ասում ենք, որ պետք է գնալ այն գործընթացով, որը հաջողության շանսեր գոնե ունի։ Էս ենք ուզում տեսնել, եթե շանսերը մեկը տեսնող կա, պիտի ուղղակի ասի խոչընդոտ չի լինի։ Ով է ձեր շանտաժի ենթարկում։ Ես մեջ վերեցի հայտարարությունից հատված։ Թիրախավորել եւ տարբեր նաեւ եթե սա չանեք, սա կլինի, սա չլինի, այսպես կանենք, այդ արտահայտությունները եղել են նաեւ նախաձեռնողների կողմից եւ ուղղակի հայտարարության մեջ գրել ենք, որ այսինքն հարկ ենք համարել արձանագրել, որ այդ գործելավոճը գործին չի օգնելու ընդհանրապես, այլ բան է հիշեցնում եւ նաեւ հարց է առաջացնում լավ մոտիվացիան վերջը թիրախավորումներ, թե հաջողության հասնելու, եթե հաջողության հասնելն է, այդ ճանապարհով ոնց են գնում։ Դրա համար ենք դա հարկ համարել այդտեղ արձանագրել, որ ֆիքսվել է այդ թիրախավորումը եւ նաեւ ոչ ընդունելի լեզվով խոսելը։ Վարդանյան, ես ճիշտ հասկացա, որ դուք չեք վստահում Նիկոլ Փաշինյանին, բայց անվստահություն չեք հայտնում։ Դուք ճիշտ հասկացաք, որ չեմ վստահում Նիկոլ Փաշինյանին եւ պատրաստ եմ անվստահություն հայտնել այն պարագայում, երբ որ կտեսնեմ, որ այդ գործընթացը շանս ունի հաջողության։ Փաշինյանին, ինչպես դուք եք հայտարարությունը նշել, հեռացումը կենսական է։ Ինչպես եք դա տեսնում 2026-ի ընտրություններով, ինչ մեխանիզմով։ Այստեղ էլ մեր մոտ որևէ բան չի փոխվել։ Տեսնում ենք նախ, այսինքն հեռացման 4 տարբերակ կա, որի մասին շատերը արդեն խոսում են։ Հրաժարական, փողոցային ճնշման միջոցով խորհրդանում անվստահություն հայտնելու կամ խորհրդանում գործընթաց, որտեղ անվստահությունը օրինակ մենք անցած տարի նաև կառավարության անվստահության նախագիծ էինք բերել, որը հայտարարության ոչ թե impeachment, այլ որովհետև օրինակ դա էլ impeachment-ի տեսեք, այդ նախաձեռնությունը, որը impeachment-ի այլ տարբերակն է եւ ավելի շատ հնարավորություն է տալիս բանակցելու, որտեղ ավելի շատ այնտեղ տեխնացու չի նշվում եւ հնարավորություն է տալիս նաեւ իշխող ուժին մասնակցելու, այդ ծաղրվեց չգիտես ինչի, բայց հիմա այն պարագայում, երբ որ փողոցում կար ճնշում եւ դա հաջողության ուղղակի նիստը չկայացավ, այդ մարդիկ չեկան նիստի, փողոցին ճնշման արկայության պարագայում, բայց հիմա impeachment-ը ասում է, որ դա է միակ ելքը։ Խորհրդարան եւ փողոց համադրությամբ փոփոխություն, հերթական արտահայտ ընտրություններ, սրանից դուրս տարբերակներ չկան, մենք սահմանափակված ենք այս տարբերակներով, ես էլ եմ ձեզ հետ համաձայն, որ հրաժարականն այդտեղից ամենակիչ հավանականն է, այսպես ձևակերպենք, մնում են մնացած 3 տարբերակները, եւ մենք մշտապես, այսինքն ոչ թե ինչ ոնց ենք տեսնում ենք այս 3-ից մեկով, կախված իրավիճակի զարգացումից, կախված այդ պահին արկա հնարավորություններից միշտ ենք այսպես տեսել։ Սրանք են մեր պատկերացումները։ Ես եմ շնորհակալ։